Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր դեկտեմբերի 15-ն է, սա արդեն թվով մեր երկրորդ հաղորդումն է։ Ու այս հաղորդման ընթացքում հոգևոր թեմաներին չենք անդրադառնալու, ավելի շատ քաղաքական հարցեր ունենք քննարկելու։ Գիտեք, Արարատ Միրզոյանը գտնվում է Բրյուսելում, որտեղ որ հերթական կարևոր հավաք է ընթանում Եվրամիության արտգործնախարարների եւ ահա այդ հավաքին է հրավիրված նաեւ Արարատ Միրզոյանը եւ շատ կարևոր հետաքրքիր հանդիպումներ են արդեն ունեցել, ունենք հետաքրքիր հայտարարություններ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ այդտեղ արդեն ավելանում է մեկ նոր կոմպոնենտ, եթե չասենք ավելանում է, կարելի ասել, որ այդ կոմպոնենտը արդեն լիարժեք նոր աջակցություն է ստանում, ավելի լուրջ, քան նախկինում էր եւ դա կոնկրետ հիբրիդային պատերազմների դեմ պայքարի հակազդման միջոցների ավելացման հնարավորությունն է Հայաստանի։ Սրան շատ լուրջ ուշադրություն է սկսել դարձնել Եվրամիությունը, հատկապես այն բանից հետո, երբ որ Հայաստանը դիմել է Եվրամիության այդ խնդրանքով։ Ինչպես արդեն նախորդ հաղորդման մեջ ասացի, Կայա Կալասը հայտարարել է այն մասին, որ այդ հարցով Հայաստանի իշխանությունները կոնկրետ դիմել են Եվրամիությանը եւ իրենք էլ պատրաստ են օգնելու Հայաստանի իշխանություններին ընտրություններից առաջ։ Հայաստանի հանդիմությունը արդեն իսկ վայնասուն է բարձրացրել, ասելով, որ այդ միջոցները ուղղվելու են իրենց դեմ, այսինքն հասկանում եմ, որ արդեն անխոչնդոտ չի ստացվի հիբրիդային պայքար տանել Հայաստանի պետականության դեմ եւ հնարավոր է իրենց միջոցները չբավարարեն Ռուսաստանի կողմից հատկացվող միջոցները, կամ հնարավոր է շատերի համար նոր հնարավորություն է նաեւ դա ընդդիմադիրների մասին է խոսքը, ճակերտավոր բնականաբար ընդդիմադիրներ հասկացողությունը եւ դրանով հիմա իրենք սկսելու են Ռուսաստանից ավելի շատ գումարներ պահանջել, որպեսզի կարողանան շարունակել իրենց այդ հիբրիդային պատերազմը ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ես մի անգամ չէ որ ասել եմ, որ դա բևեռների պայքար է, աշխարհակաղակական լուրջ բևեռների եւ մեզ որպես ազգ եւ պետություն բնականաբար շատ ավելի կարեւոր է, որ մենք աշխարհի քաղաքակիրթ երկրների հետ կարողանանք խորացնել մեր հարաբերությունը։ Դա թե անվտանգային բաղադրիչ է մեզ համար, թե երաշխիք նրա, որ Հայաստանը կպահպանի իր սուվերենությունը ու անկախությունը եւ նաեւ տնտեսական զարգացման եւ վերելքի բոլոր ուղղություններն էլ անչափ կարևոր են։ Ինչպես արդեն նշեցի, Արարատ Միրզոյանը հետաքրքիր եւ կարևոր հանդիպումներ է ունեցել, քննարկել են Հայաստան, Եվրամիություն ձեռքբերումները։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընդամենը 2 շաբաթ առաջ էր գտնվում Եվրոպայում եւ հիմա կրկին ուրախ է լինել Եվրոպայում եւ այդ քննարկումները Հայաստան-Եվրամիության հարաբերությունների վերաբերվել են տնտեսությանը եւ տնտեսությունից մինչեւ անվտանգություն ներառյալ հիբրիդային սպառնալիքները եւ դրանք են եղել հիմնական թեմաները, որոնք որ քննարկվել են։ Նաեւ այդ հանդիպումների ընթացքում պարզ դարձավ, որ Ավստրիայի արտգործնախարարը եւս մոտակա ժամանակներս այցելելու է Հայաստանի Հանրապետություն, այդպիսի հայտարարություն է նա արել իր Instagram-ում։ Նաեւ մեկ այլ հետաքրքիր հայտարարություն ենք մենք տեսնում այդ հանդիպումներից, որ Եվրամիությունը ողջունել է այն պրոգրեսը եւ առաջընթացը, որը որ գրանցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու շուրջ եւ Եվրամիությունը հայտնել է պատրաստակամություն աջակցել Հայաստանին հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարում, ինչպես նաեւ ապատերեկատվության դեմ պայքարում, այսինքն Եվրամիությունը հստակ հիմա կենտրոնանում է այն հարցի վրա, թե ինչպես է օգնելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների եւ ապատերեկատվության դեմ պայքարի հարցում։ Եվ գրեթե ամենտեղ հստակ շեշտվում է, որ Ռուսաստանը փորձում է ազդել տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վրա 2026 թվականի Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վրա Ռուսաստանը ունենալու է մեծ ազդեցություն եւ դրա համար հիմա արդեն Եվրամիությունը լուրջ պատրաստվում է, որպեսզի թույլ չտա այդ ազդեցության միջոցով
ինչ-որ ընտրությունների վրա ազդեցություն։ Հիմնականում սա է այս պահի դրությամբ, մենք տեսնում ենք նաև նկարներից, որ հետաքրքիր և կարևոր հանդիպումներ է ունեցել Արարատ Միրզոյանը նաև այլ արտգործնախարարների հետ Եվրամիության անդամ երկրների։ Իմ կողմից ընդհանրապես կարող եմ ավելացնել այն, որ մենք հստակ տեսնում ենք, որ Եվրամիությունը արդեն Եվրամիությունը և Եվրամիության երկրները բաց խոսում են նրա մասին, որ հիբրիդային պատերազմ իրականացնում Ռուսաստանի Դաշնությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունը դիմել է Եվրոպական միությանը, եվրոպական առանձին երկրներին, որպեսզի օգնեն հակազդելու այդ հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվությանը։ Հիմա Հայաստանի իշխանությունները խնդրել են, թե չէ, որ այդ հարցը բարձրաձայնեն, ես շատ կասկածում եմ, որ նման խնդրանք եղել է կոնկրետ բարձրաձայնելու առումով, բայց որ նման խնդրանք իրականում եղել է եվրոպական գործընկերներին, միանշանակ է և չափազանց կարևոր է դա Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ սա գիտեք նաև ինչ է նշանակում։ Այն մարդիկ, ովքեր որ պնդում են, թե իբր Հայաստանի իշխանությունները հեռու են Եվրոպայից, հեռանում են Եվրոպայի և ավելի են հեռանում Եվրոպական միությունից, դա սուտ է, դա խայտառակ սուտ է, քանի որ հիմա հստակ արդեն բաժանում է գնում, բաժանում ռուսական ուժերի միջև և պրո-եվրոպական ուժերի միջև։ Եվ եթե Ռուսաստանի Դաշնությունը իր ուժերը կենտրոնացնելու է նրա վրա, որպեսզի Հայաստանի ընդդիմադիրները կարողանան տարբեր միջոցներով, տարբեր ձևերով հաղթանակ տանել խորհրդարանական ընտրություններում, կամ եթե նույնիսկ չստացվի խժդժություններ իրականացնեն Հայաստանի Հանրապետությունում, ապա Եվրոպական միությունը հիմա օգնելու է Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա խուսափել այդ վատթարագույն սցենարներից և իշխանությունները, Հայաստանի իշխանությունները այս ընտրությունների ժամանակ չտապալվեն։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, կարող եք արդեն դատել ինքներդ կամ այդ բոլոր հայտարարությունները։ Ես կարծում եմ, որ լուրջ վերլուծական ունակություններ պետք չի ունենալ, որ այս պարզ ճշմարտությունը յուրաքանչյուր մեկը հասկանա։ Հիմա կարծում եմ կարևոր է անդրադառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հարցազրույցին, Civilnet-ին, հետաքրքիր հայտարարություններ են հնչում և մենք չենք կարող ուղղակի այդ հայտարարությունները անտեսել և չվերլուծել, չքննարկել մեր եթերում, և դրա համար կարևոր համարեցի, որ այս հարցը ևս մենք քննարկենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քուինը հայտարարել է, որ TRIP նախագիծը իրենք անվանում են կոնկրետ TRIP նախագիծ և մյուս երկրներին նույնպես խորհուրդ են տալիս օգտագործել նույն անվանումը։ Եվ սա հիմնականում կոչ է ուղղված Ադրբեջանին, միանշանակ, քանի որ Ադրբեջանը սիրում է հորինված Զանգեզուրի միջանցքի մասին խոսել։ Նաև կրկին սա հիշեցում է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որտեղ որ Ադրբեջանի արտգործնախարարությունը խոսում էր այն մասին, թե իբր երբ որ կնքվեց Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ, Թրամփի նախագծի այդ փոխարեն, TRIP-ի փոխարեն Հայաստանը և Եվրամիությունը խոսում էին խաղաղության խաչմերուկից։ Մենք բազմիցս տեսել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես խոսում են խաչմերուկ ծրագրից, խաղաղության խաչմերուկ ծրագրից, ինչպես նաև TRIP-ից։ Այսինքն, եթե ավելի պարզ ասենք, TRIP-ը ուղղակի կարևոր ուղղություններից մեկն է խաղաղության խաչմերուկի։ Ուղղակի շատ հնչեղ անվանում է TRIP, և այդ նախագիծը տեղավորվում է ուղղակի խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, և հայկական կողմը միանշանակ չի փոխում դրա անվանումը և Հայաստանին էլ ձեռք չի տալիս, որպեսզի այդ անվանումը փոխվի։ Հայաստանի շահերից է բխում, որ այդ ծրագրի անվանումը այս պահի դրությամբ մնա TRIP։ Եվ դեսպանը ասել է, որ TRIP նախագիծը շատ շահեկան է Հայաստանի համար, շատ լուրջ երաշխիքներ է տրամադրում Հայաստանին, Հայաստանը փաստացի դրանով պահպանում է իր անկախությունը և ինքնիշխանությունը այդ տարածքների վրա,
եւ երաշխիք հնարավոր խնդիրներ չի ունենա նաեւ ապագայում, այսինքն կոնկրետ հստակ ասում է, որ այդ հատվածում Հայաստանը չի բախվի խնդիրների հետ, Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Սյունիքի վրա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կլինեն փաստացի երաշխավորը Հայաստանի անվտանգությանը, առնվազն այդ հատվածում ես այլ կերպ չեմ տեսնում դեսպանի հայտարարությունը շատ պարզ եւ շատ հասարակ ձևով բացատրում եւ ակնարկում է հենց այդ փաստը, չի ասում կոնկրետ մենք 100%-ով երաշխավորն ենք, որ ոչ ոք չի հարձակվի, բայց ասում է, որ Հայաստանը այդ նախագծի շուրջ շատ կարևոր տեղի ունենալու մշտական քննարկումների առումով պահպանելու է իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, իր նաև իրավազորությունը այդ տարածքի վրա եւ դա նաև շատ վստահելի երաշխիք է Հայաստանին տալիս։ Տեսան նաև խոսել է Թուրքիայի մասին եւ Թուրքիայի կարևոր դերի մասին տվյալ ծրագրի մեջ ու հստակ ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատանք են տանում այդ առումով նաև Թուրքիայի հետ։ Դե բնական է, մենք էլ գիտենք եւ հստակ պատկերացնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մշտական շատ լուրջ աշխատանք է տանում Թուրքիայի հետ, որպեսզի Թուրքիան բացի նաև հայ-թուրքական սահման, այսինքն ոչ միայն թրիփով լինի կապ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, այլ նաև մարգարայի անցակետը նույնպես բացվի։ Հիմա սիրելի հայրենակիցներ առաջարկում եմ անցնել նաև միջազգային հարցերի քննարկմանը, շատ հարցեր չկան քննարկելու, բայց գիտենք, որ հիմա ուկրաինական եւ ամերիկյան կողմի միջև ընթանում են բանակցություններ, տեսնենք թե ինչպես կավարտվեն այդ բանակցությունները, երկար ժամանակ է ընթանում են այդ բանակցությունները, հնարավոր է մինչև ավարտենք մեր հաղորդումը արդեն նոր մանրամասներ լինի, բայց այդ բանակցություններից պարզ է դարձել մեկ բան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Կուշների եւ Վիտկոֆի գլխավորությամբ փորձում են ազդել ուկրաինական կողմի վրա, որպեսզի Ուկրաինան գնա զիջումների, փաստացի այն զիջումներին, որը որ պահանջում է Ռուսաստանի Դաշնությունը, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպում են Ուկրաինային գնալ այդ զիջումների, բայց չնայած նրա, որ կոնկրետ պահանջում են զիջել Դոնբասը, ամերիկյան այդ բանագնացները, չնայած գիտեք, այդ մասին խոսել ենք, հիմա փոխվել են այդ պահանջները, հատուկ ինչ-որ գոտի է լինելու, ուկրաինական զորքերը դուրս են գալու եւ իբր ռուսները չեն մտնելու, այդպիսի առաջարկ է նաեւ տնտեսական լուրջ հնարավորություններ Ուկրաինայի համար, ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման երաշխիքներ անվտանգության, սրա մասին քանի անգամ խոսել ենք, բայց իզուր չէ, բայց կարևոր եմ համարում կրկին շեշտել այդ մասին շատ արագի մեջ եւ առաջին փուլում այդ բանակցությունների Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հետաքրքիր հայտարարություն է արել, ասելով, որ բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց, խոսքը առաջին փուլի մասին է, նոր որ ասում են երկրորդ փուլից դեռևս տեղեկություն դեռևս չկա, ու նա ասում է, որ հույսով ենք օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղության։ Այս պահի դրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ ռուս-ուկրաինական այդ բանակցություններից, բայց կարևոր եմ համարում նաև անդրադառնալ Ֆրանսիայի արտգործ նախարար, ինչպես նաև Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի արտգործ նախարարի Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը, Եվրոպայի հարցերով եւ Ֆրանսիայի արտգործ նախարարի, նաև Եվրոպայի հարցերով նախարարի հայտարարությանը, ու նա ասում է, որ այսօր եվրոպացիները որոշել են իրենց ապագան, սեփական իրենց ձեռքերը վերցնել, կարևոր որոշում կայացնելով Ռուսաստանին զրկել իր միջոցներից, որոնք որ գտնվում են սառեցված Եվրոպայում, խոսքը ակտիվների մասին այդ սառեցված, ու նաև հետաքրքիր հայտարարություն է արվել այն մասով, որ Ուկրաինան հաղթում է քաղաքական իմաստով, Ուկրաինան հաղթում է նաև պատերազմի դաշտում եւ Ուկրաինան հաղթում է նաև տնտեսապես Ռուսաստանին։ Այսպիսի հայտարարություններ, հետաքրքիր հայտարարություններ, սիրելի հայրենակիցներ, մնացածի մասով թողնում եմ ձեզ բոլոր դատողությունները։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։